Մետաբոլիկ համախտանիշ։ Մի խումբ ռիսկային գործոնների համախումբ, որը կարող է հանգեցնել սիրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, ընդհուպ քաղցկեղի զարգացման։ Ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները մետաբոլիկ համախտանիշը գնահատում են որպես 21-րդ դարի նոր համաճարակ։ Այս խնդիրը վտանգավոր է մարդու առողջության համար իր լուրջ հետևանքների պատճառով։ Մարդկանց մեծ մասը պատշաճ նշանակություն չի տալիս սինդրոմի դրսևորումներին, այն դեպքում, երբ այն կարող է անդառնալի հետք թողնել բոլոր օրգան համակարգերի վրա։ Ուրեմն ինչպես բացահայտել օրգանիզմում թաքնված համր ռումբը, պաթոլոգիայի գաղտնի շրջանի, ախտորոշման, բուժման և հնարավոր հետևանքների մասին զրուցել ենք Իզմիլյան բժշկական կենտրոնի բժիշկ էնդոկրինոլոգ Սյուզաննա Ղարաքեշիշյանի հետ։ Այո, մետաբոլիկ համախտանիշը դա սիմպտոմոկոմպլեքս է, որը ներառում է մի շարք սիմպտոմներ, դրանք են աբդոմինալ ճարպակալումը, հիպերինսուլինեմիան, ինսուլինարեզիստենտությունը, որը հետագայում բերում է հիպերգլիկեմիայի և շաքարային դիաբետի առաջացման, աթերոգեն դիսլիպիդեմիան, որի պատճառով հետագայում զարգանում են ծանր սիրտանոթային բարդություններ, արտերիալ հիպերտենզիա և լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը, որը կրկին համր կարծեզրումբ է օրգանիզմում։ Այն հանդիսանում է, մետաբոլիկ սինդրոմը հանդիսանում է աճող գործոն զարգացած երկրների համար, ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան երկրներում մոտավորապես բնակչության 20-30%-ը տառապում է մետաբոլիկ համախտանիշով։ Սրան նպաստում է նստակյաց կյանքը, հիպոդինամիան, ինչպես նաև ոչ ռացիոնալ, ոչ ճիշտ սնունդը, ֆաստ ֆուդերը, ածխաջրատներով հարուր սննդամթերքը, որոնք հետագայում բերում են քաշի ավելացման և հատկապես աբդոմինալ ճարպակալման։ Այժմ ցանկանամ կետ-առ-կետ անցնել այդ համախտանիշի սիմպտոմների վրայով, որպեսզի ավելի պարզ լինի մեր ունկնդիրների համար։ Ուրեմն առաջինը աբդոմինալ ճարպակալումը համարում ենք այն դեպքում, երբ որ կա կանանց մոտ գոտկատեղի շրջագիծը 80 սանտիմետրից մեծ է, իսկ տղամարդկանց մոտ 94 սանտիմետրից մեծ է։ Մետաբոլիկ սինդրոմ համարում ենք այն դեպքում, երբ որ առկա է նշված սիմպտոմներից գոնե 3-ը, նման 3 սիմպտոմի համատեղում լինում է մոտավորապես մարդկանց 60%-ի մոտ, 4 սիմպտոմ համատեղվում է մոտավորապես 30% հիվանդների մոտ և միայն 1% դեպքերում կարող են լինել առկա բոլոր 5 ախտանիշները։ Սրանով հիվանդանում են հիմնականում 49-ից 49 տարեկան մարդիկ և մոտավորապես 24,8% տղամարդկանց և 22,4% կանայք հիվանդանում են ունեն մետաբոլիկ սինդրոմ ընդհանուր մարդկության մեջ։ Այժմ առանձին անցնեմ այդ սիմպտոմների վրայով։ Ինչպես ասեցի, մետաբոլիկ սինդրոմի առաջին կետը դա աբդոմինալ ճարպակալումն է։ Աբդոմինալ ճարպակալում համարում ենք, երբ որ կանանց մոտ կա գոտկատեղի շրջագիծը 80 սանտիմետրից մեծ է և տղամարդկանց մոտ 94 սանտիմետրից մեծ է։ Վիսցերալ ճարպակալումը իր հերթին բերում է զանազան բարդությունների, կարծես առաջացնելով հաջորդ կետը։ Ինքը վիսցերալ ճարպը համարվում է էնդոկրին գեղձ, սրանք արտադրում են տարբեր բորբոքային մարկերներ, լեյկոտրիեններ, էնդոթելիններ, որոնք բերում են անոթի պատերի բորբոքման, անոթների նեղացման, բերում են մակարդելիության համակարգի շեղման և այս պատճառով զարգանում է անոթի լուսանցքի նեղացում, բերում է արտերիալ հիպերտենզիայի առաջացման։ Բացի այդ, մենք ունենում ենք նաև, քանի որ ճարպային հյուսվածքը լցվում է ճարպերով, ճարպի բջիջները իրենք հետագայում այնքան լցվելով ենթարկվում են ապոպտոզի և արդեն վնասված ճարպային հյուսվածքից դուրս են գալիս տրիգլիցերիդները, առաջանում են այլ աթերոգեն լիպոպրոտեիդներ, դրանք ցածր խտության լիպոպրոտեիդներն են, որոնք իրենց հերթին բերում են աթերոսկլերոտիկ թիթեղիկների առաջացման և երբ որ մենք ունենք բորբոքային բարձր արդեն վնասված էնդոթել և արդեն աթերոսկլերոտիկ թիթեղիկներ, միանում է սրանց տրոմբագոյացումը, բերում է անոթների էլ ավելի նեղացման և կարող են զարգանալ, եթե զարգանում է կորոնար անոթներում, ապա սրտամկանի ինֆարկտ, ծանր դեպքերում սիրտանոթային այլ բարդություններ, օրինակ ուղեղի արյան շրջանառության շեղումներ, ինսուլտի զարգացում, պերիֆերիկ անոթների շրջանառության հետ կապված կարող են զարգանալ գանգրենաներ և այլն։ Այժմ նորմաները փոքր էլ ասեմ, ցածր խտության լիպոպրոտեիդները բարձր են լինում 3 միլիմոլիտրից,
Տրիգլիցերիդների քանակը 1.7-ից բարձր, այս այն պայմաններն են, որի ժամանակ մենք համարում ենք աթերոգեն դիսլիպիդեմիան։ Մյուս դեպքում էլ, քանի որ ճարպային հյուսվածքը պատած է լինում բջիջները, ինսուլինի նորմալ քանակը չի կարողանում ազդել բջջի ռեցեպտորի վրա, զարգանում է ինսուլինակայունություն։ Եվ որպեսզի այս ինսուլինը կարողանա կատարել իր ֆունկցիան, այսինքն բերի նյութափոխանակության նորմալացման, շաքարի թվերի իջեցման արյան մեջ, մեկ ավել պորցիա կարծես արտադրվում է։ Բերում է հիպերինսուլինեմիա եւ այս հիպերինսուլինեմիկ վիճակում նոր կատարվում է ինսուլինի ֆունկցիան օրգանիզմում։ Սակայն սա նույնպես ժամանակավոր է, որովհետև այս կոմպենսատոր մեխանիզմները հետագայում արդեն շեղվում են ու բերում է հիպերգլիկեմիայի։ Սկզբնական շրջանում դա արտահայտվում է նախադիաբետի ձևով, երբ որ ունեն գլուկոզի բարձրացում կամ անոթի ժամանակ, կամ ուտելուց հետո, կարող է նույնիսկ լինել ուտելուց հետո գլուկոզի քանակի իջեցում, որովհետև ունենք ավելի ինսուլինի քանակ, որը ճիշտ չի աշխատում։ Նորմայից բարձր գլուկոզայի մակարդակ համարում ենք, երբ որ անոթի ժամանակ գլուկոզան լինում է 5.6-ից 6.9 մմլ, ուտելուց հետո 7.7-ից 11 մմլ, արդեն համարում ենք, որ ունենք բարձր գլուկոզի մակարդակ։ Իսկ գլիկոզիլացված հեմոգլոբինը, որը շատ կարևոր կրիտերիա է շաքարի գնահատման գործում արյան մեջ, լինում է 5.7-ից մինչև 6.4 մմլ։ Սա արդեն համարում ենք, որ ունենք բարձր գլուկոզի մակարդակ արյան մեջ։ Իհարկե հղիների համար դրանց մակարդակները ավելի ուրիշ են, դրանք մի ուրիշ անգամ երևի թե։ Բժշկուհի, դուք զրույցի սկզբում նշեցիք, որ մետաբոլիկ համախտանիշը համարվում է նաև համառումբ օրգանիզմում, որից կարելի է ենթադրել, որ այն հիմնականում անախտանիշ է զարգանում։ Ինչպես որոնք են այսպես ասած ահազանգերը սովորական պացիենտի համար, ձեր դեպքում պացիենտի, այս դեպքում քաղաքացու համար, որոնք որ կարող են ահազանգ լինել, որ պետք է դիմել բժշկի եւ հնարավորինս արագ կանխել այս պաթոլոգիայի զարգացումը եւ հետագա, այսպես ասած, բարդությունները։ Այո, ճիշտ եք ասում, որովհետեւ ինչպես ասեցի, պարտադիր չէ, որ բոլոր 5 սիմպտոմներն էլ արկա լինեն օրգանիզմում, որպեսզի գնահատվի որպես մետաբոլիկ սինդրոմ։ Կարծում եմ առաջին ահազանգը դա քաշի ավելացումն է, ճարպակալումը, մանավանդ աբդոմինալ ճարպակալումը, որը մինչև 75% եւ մինչև 90% հիվանդների մոտ արկա է։ Այսինքն, եթե մենք ունենում ենք արդեն քաշի ավելացում, պետք է ահազանգ լինի, որ միգուցե որոշակի կենսակերպի փոփոխություն եւ այլն։ Հետագայում արդեն բիոքիմիական լաբորատոր հետազոտությունների հետևանքով, ճարպերի ֆրակցիաների որոշման հետևանքով, սոնոգրաֆիկ հետազոտությունների հետևանքով, որը նույնպես շատ կարեւոր է, որովհետեւ առաջին շեղվող գործոններից մեկը դա նաեւ ճարպի կուտակումն է արտում, այսինքն զարգանում է ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզ։ Ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզը չի ունենում կլինիկա։ Սա կարող է լինել թեթև ընթացքով, թեթև ստեատոզի ձևով, երբ որ ունենք լյարդի ընդամենը 5%-ի ճարպակալում, լյարդի հյուսվածքի, սակայն վտանգը ինչումն է, որ կարող է սա 15% դեպքերում բերել ցիրոզի առաջացման եւ 1% դեպքերում մահվան նույնիսկ կարող է առաջանալ։ Եվ ծանր ստեատոհեպատիտներն են, երբ որ ունենք լյարդի հյուսվածքի արդեն 20% ախտահարում, սա բերում է արդեն 50% դեպքերում ֆիբրոզների եւ ցիրոզի առաջացման եւ ամենավտանգավորը, որ 13% դեպքերում կարող է զարգանալ հեպատոցելյուլար կարցինոմաներ, այսինքն չարորակ ուռուցքների առաջացման պատճառ դառնալ։ Եվ երբ որ մարդն ասում է, հա, մի փոքր լյարդը ճարպակալած է, դա մի փոքր ճարպակալում չի, դա խիստ վտանգավոր վիճակ է, որը կարող է շատ պայթյունավտանգ եւ նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ Այսինքն մետաբոլիկ սինդրոմը համարվում է այժմ նաեւ ամբողջ հիվանդացության եւ մահացության կարևորագույն գործոններից մեկը, որը աճող արդեն ընթացք ունի ու շատ գնալով ավելի տարածում է մանավանդ վերջին 20-ամյակում ամբողջ մոլորակի վրա։ Իսկ ժառանգական նախատրամադրվածությունը այս պաթոլոգիան ունի։ Ժառանգական նախատրամադրվածությունը լինում է այն դեպքերում, երբ որ մենք ունենք օրինակ ժառանգական դիսլիպիդեմիա, երբ որ լինում են բարձր խոլեստերինի մակարդակներ, դրանք հիմնականում անամնեզում նշվում է, որ օրինակ հայրը նույնպես տարել է ինֆարկտ կամ մայրը տարել է կամ ազգում որևէ մեկը տարել է ինֆարկտ, դա պետք է ահազանգ լինի, որ այս մարդկանց մոտ կա որոշակի վտանգավոր վիճակներ, պետք է ստուգումներ կատարվի,
խոլեստերինները որոշվի, որովհետև ինքը կլինիկորեն չի արտահայտվում, արտահայտվում է, երբ որ արդեն ունենք սնուցման խանգարում որևէ օրգանի, այո, երբ որ կա կամ գլխապտույտներ, կամ որոշակի անոթային խանգարումներ, ինսուլտներ, կամ կարող է զարգացել է արդեն ստենոկարդիա, որի ժամանակ նոր որոշվում է խոլեստերինների քանակը, եւ կարող է նաեւ լրիվ պատահական տարեկան ստուգումների ժամանակ մարդու մոտ հայտնաբերվում է լյարդի ճարպակալում ու սկսում ենք հետագա ստուգումները։ Մյուսն էլ դա շաքարային դիաբետի առաջացումն է, որը կարող է նույնիսկ տարիներով մարդիկ ունենան բարձր գլյուկոզի մակարդակ, սակայն չիմանան, որ հիվանդ են, եւ հայտնաբերվում է այն ժամանակ, երբ որ արդեն գալիս են ոտքերի ցավերով, գալիս են ձեռքերի, ոտքերի թմրածությունով, շշմածությունով, տեսողական խանգարումներով, եւ պարզվում է, որ մարդու մոտ արդեն կա դիաբետիկ պոլինեյրոպաթիա, որը արդեն ունի կլինիկա, սակայն սկզբնական փուլը բաց է թողնել եւ դա կարող է նույնիսկ գնալ տարիներ շարունակ, նույնիսկ տասնյակ տարիներ, հետագայում նոր որոշվի գլյուկոզի մակարդակը։ Իսկ ընդհանուր առմամբ հիվանդները գանգատվում են խիստ արտահայտված ընդհանուր թուլությունից, բերանի չորությունից, հաճախամիզությունից, անընդհատ սոված լինելու զգացումից, գալի ախորժակի բացումից, որովհետև օրգանիզմը չի յուրացվում գլյուկոզան եւ հյուսվածքները սոված են մնում։ Դրա համար մարդիկ անընդհատ ուտելու ցանկություն են ունենում են հաճախամիզություն, շատ ջրի պահանջ, պոլիդիպսիա եւ այլն։ Դուք նշեցիք, որ հիմնականում այս պաթոլոգիան հայտ է գալիս 40-անց տարիքում, իսկ երեխաների մոտ կա նման պաթոլոգիայի վտանգ։ Երեխաներին մոտ նույնպես այժմ հիմնականում երեխաները նստած են իրենց հեռախոսներով, իրենց գadgetներով նստած են ու քիչ են շարժվում, չկան այն փողոցային ակտիվ խաղերը, որոնք բերեն ֆիզիկական ակտիվության ու էներգիայի ծախսման։ Երեխաները շատ զբաղված են այժմ լինում տարբեր դասերով, տարբեր խմբակներով, կրկին համակարգչի մոտ իրենց խաղերով, որը բերում է կրկին հիպոդինամիայի եւ կարող ենք ոչ ճիշտ այդ դուրումների ու քաղցր կոլաների ու սնիկերսների պայմաններում շատ արագ բերել, այո, ճարպակալման, որը ի վերջո կարող է բերել նույնիսկ երեխաների մոտ շատացել է տիպ 2 դիաբետի արկայությունը, որը հենց սա է պատճառը։ Այսինքն օրենքով պիտի որ չլինի տիպ 2 դիաբետ երեխաների մոտ, որովհետև նրանց մոտ մեխանիզմը այլ է շաքարային դիաբետի, իսկ արդեն երբ որ ունենք ճարպակալում, սա կարող է բերել ի վերջո ինսուլինի քանակի ավելացման եւ հետագայում նաեւ շաքարային դիաբետ տիպ 2-ի առաջացման։ Բժշկուհի, խոսենք նաեւ բուժման մեթոդներից։ Բուժման մեթոդները առաջինը դա կենսակերպն է։ Ամենակարևորը պետք է օրական գոնե 50 րոպե պետք է բուժենք, այո, գոնե 50 րոպե ակտիվ քայլ, ակտիվ շարժումներ, լող, որևէ մարզումների գնալ կամ գոնե սովորական քայլ, ոչ դանդաղ ճեմելով, որոշակի ռիթմով 50 րոպեից ոչ պակաս, որովհետև 45 րոպե հետո նոր սկսում է ճարպերի մոբիլիզացիան։ Եվ մյուս կողմից էլ պետք չի, որ հեվալով, այսպես օրգանիզմի համար դիսկոմֆորտով, այնքան որքան օրգանիզմին հաճելի է այդ տեմպով քայլել։ Առաջինը դա, եւ երկրորդը ճիշտ ժամանակին սնվել ավելի սպիտակուցներով, բջջանքով հարուստ սնունդ օգտագործել, որպեսզի ավելորդ էներգիայի կուտակում չլինի։ Շատ կարևոր է ծնողների հսկողությունը երեխաներին, որպեսզի ճիշտ լինեն, որ ավելորդ շոկոլադ, ավելորդ քաղցրավենիք չօգտագործվի, եւ ճիշտ ժամանակին գնալ գոնե հետազոտությունների, սովորական արյան ընդհանուր քննություն, գլյուկոզի որոշումը արյան մեջ եւ նաեւ ճարպերի որոշումը արյան մեջ։ Արյան ընդհանուր քննությամբ հնարավոր է պարզել, որ Արյան ընդհանուր քննությամբ հնարավոր չէ պարզել։ Ուղղակի ճարպային հյուսվածքը ինքը բերում է, ինչպես ասեցի, ոչ ինֆեկցիոն բորբոքման եւ երբեմն լինում է արյան NA-ի բարձրացում, այսինքն ROE բարձրացում արյան մեջ, որը կարող է խոսել, որ արդեն մենք ունենք ճարպային հյուսվածքի բորբոքում, ստերիլ բորբոքում է գնում, որը կարող է նույնպես այդ մասին խոսել։ Շնորհակալ եմ բժշկուհի, շնորհակալ եմ շատ կարևոր, բայց քիչ խոսվող պաթոլոգիայի մասին այսքան ընդգրկուն զրույցի համար։